Մուտք դեպի տարածաշրջանի ամենամեծ AI գործարան։ Հայաստանում պաշտոնապես գործարկվել է Firebird AI հավակնոտ մեգա նախագիծը։ Հրազդանի մերձակայքում գտնվող մեգա կենտրոնի գործարկմամբ մեկնարկում է Firebird AI-ի գլոբալ արհեստական բանականության հարթակը, Հայաստանը դիրքավորելով որպես AI հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։ Սա նախագծի առաջին փուլի գործարկումն է, ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրմամբ և 6000-ից ավելի Nvidia Blackwell B200 GPU-ներով։ Հաջորդ փուլում կլինի 10 անգամ ավելի մեծ հզորություն։ Սա մեր առաջին փուլն է, այնինչ հայտարարել էինք մեկ տարի առաջ, Ջենսեն Հուանգն էր հայտարարել Փարիզում, մեկ տարվա ընթացքում այնինչ խոստացել էինք այսօր իրականություն է, փետրվար ամսին հայտարարել էինք 4 միլիարդ հաջողությամբ երկրորդ փուլի կառուցման լիցենզիայի ստացման մասին և խոստանում ենք, որ արդեն այդ մասշտաբի ներդրումը իրականություն կդառնա եկող տարի։ Anytime there's a technological revolution. Ամեն անգամ, երբ տեղի ունենում տեխնոլոգիական հեղափոխություն, դա հնարավորություն է բոլոր փոքր պետությունների համար, սկսել նույն կետից հավասար աշխարհի մյուս երկրներին։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար, ոչ միայն մեր տնտեսական շահերի տեսանկյունից, այլև այն պատճառով, որ հենց այդ տնտեսական շահն է միակ ճանապարհը, որով մենք կարող ենք ապահովել կայուն խաղաղություն և բարգավաճում մեր երկրում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով AI գործարանը անցած տարի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ արհեստական բանականության և տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան փոխըմբռնման հուշագրի ստորագրման ծանրակշիռ արդյունքն է։ Երբ նախորդ տարի Ռևլի Պարիցյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսյանը պատմում էին մի տարվա նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին, դա պետք է խոստովանել շատ տարօրինակ էր հնչում և անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողությունները այդ առումով, և ահա այսօր մենք այստեղ ենք ճշգրիտ պայմանավորված տեղը և ժամին։ Nvidia-ի նախագահ Ջենսեն Հուանգը տեսաուղերձով շնորհավորեց ներկաներին։ Hello Armenia. Նաև հայտարարվեց Nvidia-ն մտադիր է ներդրում կատարել ընկերությունում, ավելի վաղ CoreWeave-ներ ներդրում կատարել։ This infrastructure will serve your Այս ենթակառուցվածքը կծառայի ձեր հետազոտողներին, ձեր ստարտափներին, ձեր արդյունաբերություններին և ձեր կառավարություններին։ Այն Հայաստանի և Ղազախստանի ինժեներներին ու նորարարներին կտա հաշվարկային հնարավորություններ, ստեղծելու արհեստական բանականության հաջորդ սերունդը և այս տարածաշրջանը կապելու համաշխարհային արհեստական բանականության տնտեսության հետ։ Հայաստանը Firebird-ի միակ շուկան չէ, ընկերությունն արդեն ընդլայնվում է նաև Ղազախստանում։ Ինձ համար սա անհավանական հուզիչ օր է։ Վերջին 20 տարիների ընթացքում ես միշտ փնտրել եմ Հայաստանի հետ, Հայաստանի համար և Հայաստանը աշխարհին ներկայացնելու ուղղությամբ ինչ-որ բան անելու հնարավորություն։ Իսկ հիմա մենք այստեղից ընդլայնվում ենք դեպի աշխարհ։ Մենք հայտարարում ենք մոտ 2 գիգավատ հզորությամբ նախագծերի փաթեթի մասին։ Հաջորդ շուկան Ղազախստանն է, որի մեկնարկին մենք շատ ոգևորված ենք սպասում։ Firebird-ի առաջին հաճախորդներից մեկը Perplexity-ն է։ Միաժամանակ նախագիծը հավակնում է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման էական խթան։ Առաջին փուլում այստեղ կաշխատի շուրջ 100 մասնագետ, իսկ նախագծի ամբողջական իրականացման դեպքում ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։ Firebird-ն առաջին անգամ հայտնվել է նաև Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 2026 թվականի առաջին կիսամյակում վճարելով 823 միլիոն դրամ հարկ։ Այն ուսանողը, որ դեռ չի սկսել իր ճանապարհը, այժմ կարող է աշխատել աշխարհի ցանկացած վայրում հասանելի նույն հաշվողական հզորությունների վրա, առանց Հայաստանից հեռանալու։ Սա է Firebird-ի Հայաստանում գործունեության ամբողջ իմաստը։ Սա մեզ համար միշտ էլ եղել է հիմնական նպատակը, և դա փոխում է այս երկրի տնտեսության տրամաբանությունը։ AI գործարանի շինարարությունն իրականացվել է միջազգային բնապահպանական և էներգետիկ ստանդարտներին համապատասխան։ Հովացման համակարգը կառուցված է փակ շրջանառության սկզբունքով, ջուրը ընթացիկ շահագործման ընթացքում չի սպառվում և չի արտահոսում շրջակա միջավայր։ Նախագծի շրջանակում AI ենթակառուցվածքի հզորությունը կհասնի 300 մեգավատի։ Դրա արդյունքում ընկերությունը կդասվի Եվրոպայի խոշորագույն արհեստական բանականության ենթակառուցվածքային հարթակների և աշխարհի ամենանշանակալի AI հաշվարկային կենտրոնների շարքին։